Все, այստեղ կանգնեք։ Ահա։ Все։ Մի րոպե օպերատորները։ Օրգորել եք, այսպես չգնալ առանց հրելու հերթ տալով իրար։ Քայլը արված է եւ այստեղ են թե Փաշինյանի թիմակիցները, թե 10 եպիսկոպոսներին աջակցող ինչ-որ հատված եւ նաեւ վեհապարին անվերապահորեն աջակցողները, Մայրաթորին անվերապահորեն աջակցողները։ Ինչպիսի հանգուցալուծում եք ակնկալում այս փուլում։ Հանգուցալուծումը միանշանակ կանոնական կարգով է լինելու, մեր եկեղեցու կանոնական կարգով։ Այս քայլով Փաշինյանը ուզում է աշխարհին ցույց տալ, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ, բայց բոլորս Հայաստանում ապրողները գիտեն, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է եւ պայքարում է եկեղեցու անկախության դեմ։ Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն մեր հայաստանյան եկեղեցու arczepiskopos-ներից շատերը, որոնց ինչ որ աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի եւ ուժայինների կողմից։ Ծննդերի տակ են այսինքն։ Ես վստահ եմ։ Ամեն դեպքում Բագրատ Սրբազանի դեպքում դա շատ կարևոր է մեր հանրության համար, որ պարզ լինի, պատկերացրեք ինչքան մենք ամուր սրբազաններ ունենք, ինչքան մաքուր կյանքով ապրող սրբազաններ ունենք, որ անգամ այս կոմպրոմատների դարաշրջանում ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, ոչ Միքայել Սրբազանի դեմ, ոչ մի բան չկարողացան մեր սրբազանների դեմ գտնեին։ Դա ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան շատ խորքային հավատքով մարդիկ, ովքեր պաշտպանում են բոլոր կանոնական կարգերը։ Կարապետյան տեսեք, երեք երբ որ հայտնի դարձան։ Ինչի համար է, որովհետև նիկոլականների խմբակ էլ կա, փոքրիկ կամ ես չգիտեմ։ Իրանցից էլ մարդիկ կան այստեղ հավաքված։ Պետական աշխատողներ, այ օրինակ Ճիշտ որ ասեմ, չնկատեցինք իրանց։ Հա, չնկատեցինք իրանց։ Այ հնարավոր է բախումներ լինեն, պարոն Կարապետյան, այս իրավիճակում։ Ոչ, բախումները դա ուղղակի անթույլատրելի է, հայ հասարակության մեջ պետք է բախումներ չլինի, դա այն է, ինչ ուզում են մարդիկ տեսնել։ Պարոն Կարապետյան, հավանական համարում եք, որ այստեղ հավաքված քաղաքացիները կձերբակալվեն հաշվի առնելով, որ յուրաքանչյուրը եկել է մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը, գրեթե նույն հայտարարությամբ ձերբակալվեց Սամվել Կարապետյանը։ Բոլորս եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Կարծում եմ չենք ձերբակալվելու։ Պարոն Կարապետյան, գիտեք, որ վերջին շրջանում նաև քննադատվում է այն խնդիր ասեմ, հա, որ վեհարանի ներսում կախված է Սամվել Կարապետյանի եւ նրա տիկնոջ մեծադիր նկարը եւ սա շահարկվում է։ Խնդրում եմ, ասեք ինչու է կախված եւ դուք ինքներդ ինչպես եք վերաբերվում նրան, որ քաղաքացիական անձանց նկարներ են կախված վեհարանի ներսում։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց է։ Ներկայացնեմ հարցի բնույթը, որտեղ մեր հանրությանն էլ հետաքրքիր կլինի։ Նկարը Սամվել Կարապետյանի, ինչպես նաև հայ եկեղեցու մյուս բարերարների կախված է վեհարանում, քանի որ վեհարանը հոգևոր, ինչպես Ալեքսանյանը Ալիկը ներկայացրել է, դա կաթողիկոսի աշխատանքի վայրն է։ Վեհարանում, որտեղ որ տարբեր պատմական թանգարանում, վեհարանի թանգարանում ու իմ հիշելով կա նաև Ալեք Մանուկյանի նկարը, կան նաև այլ հայ բարեգործների նկարները վեհարանում, որը հայ եկեղեցու, ինչքան մենք գիտենք նաև կաթոլիկ եկեղեցու ավանդույթների մեջ է։ Դա է պատճառը, ճանաչելով Սամվել Կարապետյանին, ես կարող եմ ասել, որ նա երբեք չի բարձրաձայնել այն բաները, որ ինքը արել է եւ երբեք կողմ չի եղել, բայց դա մեր հոգեվոր դասի երևի քայլն էր ի պատիվ իրենց։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասեց աջակցում է եպիսկոպոսներին, 10 եպիսկոպոսներին աջակցում է, բայց չի ուղղորդում։ Նիկոլ Փաշինյանը պառակտում է մեր եկեղեցին, պառակտում է մեր հասարակությանը։ Մենք բոլորս գիտենք ինչպես են հոգևոր դասի երեսները հայտնվել այդ վիճակում։
նրանցից շատերին մի քանիսին ես անձամբ ճանաչում եմ եւ կարող եմ վստահ ասել, որ նրանց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին շատ ավելի ոչ դրական է, քան շատ ընդդիմադիրների։ Նկատի ունեք այդ 10 եպիսկոպոսների։ Այո, նրանցից մի քանիսին ես ճանաչում եմ, նրանք իրենց անձնական կարծիքով ունեն շատ Նիկոլ Փաշինյանի հանդեպ շատ ոչ դրական կարծիք, ինչպես է ստացվել, որ նման քայլի գնացին։ ինչպես նշեցի։ Պարոն Կարապետյան, տեսեք իշխանությունները մեղադրանք են հարց է, հաշվի առնելով նաև աշխարհական մի շարք կենտրոնների վերջին շահագրգռվածությունը, նաև բաց աջակցությունը, օրինակ Փաշինյանի ու նրա թիմի հիբրիդային գործակալների դեմ պայքարելու տեսանկյունից։ Խնդրեմ այս առումով էլի։ Շատ կարևոր հարց է։ Այս քայլերը, հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը, դա քայլ է ընդհանուր հայկական հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ։ Դրանից առաջ դրան նախորդել է Թուրքիայի հետ բանակցությունները, որի արդյունքում մենք հետագայում ենք իմանալու, թե ինչ պայմանավորվածություններ եւ ինչ պարտավորություններ է ձեռք բերել այս իշխանությունը։ Հաստատ ուզում եմ վստահեցնել, որ ինչ որ մարդկանց կուսակրոնությունը չէ այս ամբողջ շարժման գաղափարը, իրենց պետական ճնշման գաղափարը, նրանց գաղափարը եկեղեցին զրկել անկախությունից, որպեսզի հայ եկեղեցին չունենա ազգային օրակարգ տանելու իրավունք։ Հիշում եք, մի օրինակ բերեմ։ Դրսի ուժերից ուղղորդում կներեք։ Դրսի ուժերի հետ պայմանավորվածությունների արդյունքում։ Նպատակը որն է եւ կոնկրետ ում է սպասարկում այս խնդիրը, ում շահն է սպասարկում, ում է ծառայեցնել։ Ձեր կարծիքով հայ եկեղեցու անկախության կորուստը ում պետք է սպասարկի։ Գուցե այն երկրին, որտեղից որ այսօր բենզին է եկել Հայաստան մեծ քանակությամբ։ Ինձ թվում է այդ երկրի թափը դեռ չի հերիքի, որպեսզի մի քիչ ավելի այդ երկրից մի քիչ ավելի մեծ։ Տեսնենք ամեն ինչ ժամանակի ընթացքում Աստված առաջ կպարզվի եւ մենք իմանանք, թե ինչ պարտավորությունների դաշտ է մտել մեր իշխանությունը, որ ստիպված է այս քայլերին գնալ։ Որպես գործար այդ բենզինի մասով ինչ կասեք, որ ադրբեջանական բենզին են մտնում Հայաստան եւ կամաց սովորեցնում են նաեւ դրան։ Շատ մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Երբ որ մենք ուզենանք մի բան, որ ասում են ապաշրջափակում, ինչը լավ բան է տրանսպորտային առումով, բայց երբ որ հայկական գործարարը ուզենա ինչ որ բան վաճառի Թուրքիայում, այսօր Վրաստանի միջոցով չի կարող, որովհետև հայկական ապրանքների մուտքը Թուրքիա արգելված է։ Դա կապված չէ ոչ մի հարցի հետ, ուղղակի այդ երկիրը չի թողում, չի գնում մեր ապրանքները։ Նույնն էլ Ադրբեջանի հետ։ Ինչ իրենք կարողանալու են, վաճառելու են մեր վրա, ինչ իրենք չեն կարողանալու, չեն թողելու մենք վաճառենք իրենց վրա։ Դա չի կարող թույլ ձևի հաշտություն չի լինում։ Պետք է հարգեն իրենք մեզ, մեր կողմը։ Իսկ դա բանակցողի կարևոր հատկություններից մեկն է։ Բանակցողը պետք է ներկայացնի իրենից միջազգային հարթակներում ինչ որ նշանակություն, նաև անձնական խարիզմայի հաշվին, անձնական անցած ճանապարհի հաշվին։ Պարոն Կարապետյան, 2018-ին իշխանական այս նույն օրակարգը վեհափառի դեմ եկեղեցու դեմ տապալվեց։ Ինչ դասեր չքաղեց իշխանությունը, որ նորից օրակարգ բերեց այս թեման։ Վստահ եմ, այս ճիշտ նկատեցիք, էլի է եղել այսպիսի բան, նրանք էլ են ուզել անկախությունը մինչև այս բոլոր process-ները վերացնել եկեղեցու, էլի չի ստացվել, այս անգամ էլ չի ստացվելու։ Միակ վախս, միակ մտավախությունս հարգելի հայրենակիցներ, մեր մտավախությունը այն է, որ կգնան նրան, որ եկեղեցու տարբեր երեսներին քաշելով, կոմպրոմատներով, թե ոչ կոմպրոմատներով իրենց կողմը կգնան պարակտման եկեղեցու։ Իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը։ Այսինքն մենք պետք է մի ժայռ ունենանք, որի վրա հենվում ենք եւ ազգային միասնությունից ենք խոսում։ Ես այստեղ, բայց եկեղեցու ներսում խնդիրներ հայ Լիբանանում, հայ Սիրիայում, մի հատ մեր հայրենակիցը Ամերիկայում, եկեղեցու մեջ կա խնդիր, իսկ որ ազգի եկեղեցու մեջ չկա խնդիր։ Հայ առաքելական եկեղեցին տարբերում է բոլոր եկեղեցիներից, մեզ թվում է, թե այդպես չէ, բայց ես վստահեցնում եմ այլ եկեղեցիներից նաև իր բնույթով, ինտերիերով, երբ որ դուք նայում եք մեր եկեղեցու մեջ, չկան ոսկե ջրած բաներ։ Դա համեստության եւ
ժուշկալության մասին է մեր եկեղեցին։ Տարբերվում է մեր եկեղեցին, ես վստահեցնում եմ ձեզ, իսկ բոլոր սրբազանը, Բենթլի քշող սրբազանն էլ է համ։ Իսկ Բենթլի քշող սրբազանն է մաքրելու մեր եկեղեցին։ Դե իրենով են փորձում մաքրել, որովհետև ըստ քապականների սրճացել է։ Էլ Bentley չի, Toyota է։ Պարոն Կարապետյան, ասում անվտանգության հարցը էլի որ բացվում։ Փաշինյանն է ասում, որ կաթողիկոսի մնալը մեր անվտանգության Ինձ թվում է ուրիշ մարդու մնալն է մեր երկրի անվտանգությանը շատ կարևոր հարց, որովհետև թույլ բանակցելով ամեն անգամ ինչ որ բան տալով մենք հասնում ենք այսօրվան։ Իդեպ պարոն Կարապետյան մի կարևոր բան Կայա Կալասի հայտարարությանը շատ անդրադարձ չեղավ, սա կարծում նաև ձեզ կարող է վերաբերել որպես ընտրությունների հայտ ներկայացրած քաղաքական ուժ, փաստորեն Մոլդովայի օրինակով Փաշինյանը աջակցություն է խնդրել Եվրոպայից, Արևմուտքից, որ աջակցեն իրեն ընտրությունների։ Եթե ամեն ինչ թափանցիկ լինի, մենք խնդիր չենք տեսնում։ Եթե ամեն ինչ թափանցիկ լինի, կան ստրուկտուրաներ, կան կառույցներ, որոնց հետ կարելի է աշխատել։ Չէ, ներողություն, այսինքն աջակցություն է խնդրում, որ Մոլդովայի օրինակով Հայաստանի իշխանություններին աջակցեն, այսինքն ենթադրաբար թույլ չտան գրանցել, օրինակ, այսպես կոչված ինոագենտի անվան տակ ուժերի, իրենք այդպես կձևակերպեն։ Պարզա։ Օրինակ ձեզ, չգիտեմ, ընդդիմադիր ուժերի։ ՓԼՉ-ի հետ բանակցողները ու ՓԼՉ-ից ամեն անգամ ինչ-որ ցույցում ստացողները թող իրենց կողքերը նայեն, թե ով ում ազդեցության տակ է եւ ով ում օրակարգն է առաջ տանում։ Եթե որոշեն չգրանցել։ Շարունակեմ։ Էս մեկ, երկրորդը հայ հասարակության մեջ կա փոփոխության պահանջ։ Բոլորս միահամուռ կերպով, բոլորս փողոցում, մարդկանց հետ շփման մեջ, այս օրերի ընթացքում մենք բոլոր տեղերը տեսել ենք, որ մեր ժողովուրդը ուզում է փոփոխություն։ Մեր ժողովուրդը ուզում է կայունություն